Բարև ձեզ, մենք երկարացված օրվա սովորողներն ենք, այսօր մենք եկել ենք քոլեջի լաբորատորիա։ Ջերմոց լաբորատորիայում տիկին Շողիկը մեզ պատմելու է բույսերի մասին։ Այնտեղ կան շատ կենդանիներ։ Մենք առաջին անգամ չի, որ մենք գալիս ենք ջերմոց լաբորատորիա։ Ուր ենք գալիս? Լաբորատորիա, ջերմոց լաբորատորիա։ Ես շատ եմ սիրում այստեղի կրիաներին։ Իսկ ես սիրում եմ այստեղի խամյակներին։ Դուք սխալ եք ասում, խամյակ չի, ծովախոզուկ է։ Լավ Տիգրան, ծովախոզուկ է, լավ։ Կհիշենք, չէ՞։ Խամյակ Նախ ասեմ, որ դուք հիմա նստած եք, մեր սերմնադարանի շուրջը։ Ինչ է սերմնադարանը։ Դարանի չկարող այն իմանալ։ Դարաններ, պահեր, պահպաներ, հա։ Մենք սերմեր, դարան, գրքերի պահոց, չէ։ Իսկ այս սերմերի պահոցը, որոնք հավաքվել են Կրթահամալիրի քոլեջի այգում։ Թարմ սերմեր են, ծալում են գրեթե 100%։ Դիտաբերություն խամուտից գնված սերմերի եւ մոտ 40-50 տեսակ մենք սերմեր ենք։ Հիմա սա մի կողմ, որը հետո ցանում ենք, հետո սածիներ ենք ցանում, տեղափոխում ենք Կրթահամալիրի այլ բնակիչներ։ Բայց ես ուզում եմ հատկապես խոսել սուկուլենտների մասին։ Սուկուլենտները դրանք ուրեմն բույսեր են, շատ գեղեցիկ բույսեր են, որոնք շատ չեն մեծանում, որոնք հեշտ է պահել մեր պայմաններում, հա։ Մենք մայրիկատոնին նվիրել ենք մայրիկներին, տնկել ենք, այո։ Ծանոթ եք արդեն, բազմանում են տերևները, վերեղեք, ինքան եմ սիրում բույսը բազմացնել տերևով, այսինքն տերևը դնում ենք հողի վրա, հետո ինքը փոքրիկ ձախուկներ առաջացնում, նայեք կպած է տերևի, նայեք, հետո տերևը առանձնացնում ենք, հա, դնում ենք փոքր ամանների մեջ, նայեք, բոլորը այդպես աճեցրած բույսեր են, ես մի անգամից են դուրս եկել, հա, նայեք, արմատով տիկին Շողիկը հանել է, որպեսզի պատրաստենք թաղարի մեջ նվերներ մեր ուսուցիչներին, մեր մեխանիկատիրների համար։ Ուրեմն սուկուլենտը բազմանում ոչ միայն տերևով, այլ նաև ճյուղիկով, հա։ Երբ որ ճյուղը դնում ենք հողի մեջ, ինքը արմատ է տալիս եւ մի ամբողջական բույս է ստացվում։ Ահա նայեք, ճյուղից աճեցրած սուկուլենտ, ինչքան գեղեցիկ է, չէ՞։ Սա էլ է կոչվում սուկուլենտ, սա է ճյուղիկները դրել ենք հողի մեջ, արմատ չի ունեցել։ Հետո արմատացել եւ սից գեղեցիկ բույսեր ենք ստանում։ Մենք ծանոթացանք քոլեջի սերմնադարանի հետ եւ սուկուլենտների, այսինքն հայերեն սուկուլենտը կոչվում է թանձրատերև։ Թանձրատերևը կեքով տերևները մի քիչ ավելի հարթ են սովորական մյուս տերևներից, հա։ Թանձրատերևների ընտանիքի բազմացման մասին, ինչպես կարելի է ստանալ մեր բույսից մեկ բույս, բազմացնել։ Շատ ապրեք։ Ահա մենք վերջացրինք, շրջեցինք ջերմոց լաբորատորիայում, լսանք կրիաներին, ձկներին, թութակներին եւ ծովախոզուկներին։ Տիկին Շողիկը մեզ պատմեց սուկուլենտ բույսի մասին։ Իմացանք ինչպես է բույսը բազմանում։ Սուկուլենտ բույսի հայերեն անունը թանձրատերև է։ Մենք իմացանք, որ նա բազմանում է Ինչպես էր բազմանում։ հողի մեջ դնել։ Հողի մեջ դնելով, չէ՞, դնում էինք եւ ինչ էինք անում։ Եվ ջրում էինք։